Աղքատությունը չի սկսվում, երբ դրամապանակը դատարկ է, այն ծագում է շատ վաղուց, այն ձևով, երբ մենք մտածում ենք և հաջորդ օրը կրկնում ենք ընտրության մեջ։ Ես հրեա եմ և վաղ եմ իմացել, որ աղքատությունը ժառանգություն չէ, բայց արդյունքը, որը մենք կառուցում ենք մեր ձեռքերով։ Այսօր ես ցույց կտամ, թե ինչու փող չունեք և այժմ պետք է փոխվի, եթե իսկապես ցանկանում եք վերափոխել ձեր իրականությունը։ Հետևեք այս բովանդակությանը, եթե այն փնտրում է գործնական իմաստություն, առանց դատարկ ֆիրուլա, կամ խոստումների։ Եկեք դիմակայենք ճշմարտությանը։ Աղքատությունը հանկարծակի բավարար չէ տնտեսական ճգնաժամի կամ վատ կառավարության հետ, նա մտնում է փնթփնթոց, ինչպես մառախուղի, փոքր առօրյա սովորությունների միջոցով։ Ամեն անգամ հաղթելուց առաջ անցկացնելիս, երբ վարկեր եք օգտագործում կամ անհարկի բաներ եք գնում ակնթարթային հաճույքի համար, դուք բացում եք սակավության դուռը, յուրաքանչյուր սկսելուց հետո ու արդարացումից հետո, հիմա ժամանակ չէ կամը։ Բոլորն էլ դա անում են, նման է պատին աղյուսի, որը առանձնացնում է այն բարգավաճումից, հրեական ընտանիքներում միշտ ասվում էր։ Նշեք, թե ինչպես է մարդը ղեկավարում ձեր վերջին ռեսուրսները, և դուք կիմանաք, որ նրանք մի օր հարստանալու են։ Փողը պարզապես թուղթ կամ համարներ չէ, դա բնույթի հայելին է, ով է դժվար ժամանակներում, շեղում է, գնում է իրենց աղքատությունը, բայց նրանք, ովքեր գիտելիքներ, կազմակերպում և նպատակ են փնտրում, ներդրումներ են կատարում իրենց ապագայում։ Պապս պատերազմից վերադարձավ դեպի ավերված քաղաք, առանց տան, աշխատանքի կամ տնտեսությունների, բայց ամեն երեկո նստած էի նոթբուքով, գրել է յուրաքանչյուր ծախս և պլանավորել հաջորդ օրը։ Նա չուներ կապիտալ, բայց ուներ մեթոդ, այս մեթոդը ստեղծեց սեմինար, որն իր հերթին երաշխավորված է ընտանեկան կենսապահովումը։ Այդ ժամանակ ես հասկացա։ Աղքատությունը քաոս է, հարստությունը այն կարգն է, որը մենք ստեղծում ենք ինքներս մեզ համար։ Ժամանակակից ուսումնասիրությունները հաստատում են դա, որոշ զանգի կարգապահություն, մյուսների աճի մտածելակերպ, բայց էությունը նույնն է։ Հարուստ և աղքատները չեն տարբերվում աշխատավարձով, այլ սովորույթներով։ Կարող եք շահել վիճակախաղը կամ ստանալ ժառանգություն, բայց եթե պահեք աղքատության սովորությունները, գումարը կվերանա ավելի արագ, քան հասավ։ Մյուս կողմից, առատության սովորույթներով, նույնիսկ փոքր ռեսուրսները սկսում են աճել։ Գիտեք ինչու փող չունեք, քանի որ այն ապրում է իր հնարավորություններից վեր, հիմնվելով ակնկալիքների վրա, ոչ իրականություն, քանի որ այն խնայում է այն մասին, թե իրականում ինչն է կարևոր, գիտելիքներ, զարգացում և ինքնուրույն։ Քանի որ դուք ինքներդ ձեզ որպես զոհ եք տեսնում, ոչ թե որպես սեփական նպատակակետի տերը, եւ քանի որ սկսելու վախը, երբ ամեն ինչ փչանա, այս 4 թակարդները կրկնվում են միլիոնավոր մարդկանց կյանքում, եթե չխախտեք դրանք, վաղը երեք հավասար կլինի։ Հիշեք, աղքատությունը անջնջելի նշան չէ, այն սցենար է, որը կարող է վերաշարադրել, և դուք պետք է հենց հիմա սկսեք։ Առաջին պատճառը, որ դուք փող չունեք, այն է, որ ծախսեք այն, ինչ դեռ չեք արել, դա ապագայում ապրելու սովորությունն է, կարծես վաղը միայնակ լուծվեց, դուք ստանում եք աշխատավարձը և նույն օրը, այն արդեն նպատակադրվել է այն բանկին, խանութներին կամ ուրիշների ցանկություններին, այն ապրում է ոչ թե ներկայի, այլ պարտքերի։ Ես հանդիպեցի մի մարդու, ով վարկի մեջ իր կնոջ համար մաշկի վերարկու է գնել, վճարվել է 3 տարի, 1 տարի անց նա թողեց նրան, և պարտքը մնաց, նա այդ ամուսնալուծության թիկնոց վերարկուն անվանեց։ Սա նշանակում է, որ դա նշանակում է վճարել պատրանքի համար։ Յուրաքանչյուր ապառիկ գնումներ ներդրում չէ, դա աղքատության վարձույթ է, բջջային, արձակուրդ, հեռուստատեսություն, առաջխաղացում մինչև ուրբաթ։ Դրանցից ոչ մեկը չի բերում տևական երջանկություն, պարզապես շղթաներ, որոնք պահում են այն նույն տեղում։ Հրեական իմաստությունը միշտ դասավանդել է, փողը գործիք է, այլ ոչ թե խաղալիք, եթե այն օգտագործում եք չլինելու համար, չեք փորում ձեր սեփական փոսը։ Մեր ավանդույթում գնահատվել է փրկելու և սպասելու ունակությունը, համբերությունը հարստություն համարվեց, քանի որ այն դռներ է բացում աճելու, ոչ թե վատնելու։ Ընթացիկ հետազոտությունն ապացուցում է դա, անմիջական հաճույքների որոնումը ոչնչացնում է ապագան, մենք ընտրեցինք ակնթարթային ուրախություն և տարիներ վճարեցինք, բայց եթե մենք սովորենք սպասել, ծախսել միայն անհրաժեշտ իրերի վրա և այն, ինչ արդեն ունենք, մենք փոխում ենք խաղը, մենք անցնում ենք պարտապաններից։ Մեր ճակատագրի տերերը։ Աղքատության երկրորդ պատճառը խնայելն է, թե որն է իսկապես կարևորը։ Ձեր միտքը, դուք ծախսում եք առանց փչելու բաներ, որոնք ավելի քիչ են ավելի քիչ, բայց երկմտում են ներդրումներ կատարել դասընթացների, գրքերի կամ դաստիարակների մեջ, փնտրում եք դյուրանցումներ, բայց անվճարը միշտ թանկ է։ Երիտասարդության մեջ ես նաև մտածեցի, որ կարող եմ միայնակ սովորել, նա գրքերը համարեց ուրիշների կողմից ժամանակի կորուստը և առաջնորդությունը, 5 տարի ես լճացած էի, միայն այն ժամանակ, երբ ես վերջին տնտեսությունները անցկացրեցի փորձառու իմաստունների հետ նշանակվելու մասին, ես հասկացա։ Գիտելիքները պակաս են, քան սխալներից, նա ասաց ինձ մի պարզ արտահայտություն։
Ավելի լավ է մեկ անգամ դասի համար մեկ անգամ տևել տգիտության համար, այս գաղափարը շրջեց իմ մտածելակերպը։ Այսօր մենք գիտենք, որ ուղեղը մեր ամենամեծ ակտիվն է, եթե մենք դա չենք զարգացնում, նա ատրոֆիա է, խելացի խոսակցություն, գիրք կամ դասընթաց կարող է արժանալ ավելին, քան ցանկացած նյութական լավ, բայց նրանք, ովքեր ապրում են սակավության մեջ, միշտ խնայում են նրան, թե ինչն է նրան ավելի իմաստուն կդարձնի, եւ հետո կզարմացվի, երբ հարուստները ավելի հարություն են մտնում։ Անցկացրեք մնացածը, ոչ թե այն, ինչ ակնկալում եք ստանալ, ներդրումներ կատարեք այն, ինչը ձեզ հետ կմնա ընդմիշտ։ Գիտելիք և կարգապահություն, մնացածը կարող է կորչել, բայց ձեր գլխում դնելու այն, ինչ ձեզ կերակրում է ձեր ամբողջ կյանքը։ Աղքատության երրորդ պատճառը որպես զոհ գործելը, դուք մեղադրում եք հանգամանքներին, երկիրը, շեֆը, ծնողները կամ դոլարի գինը, որոնեք մեղավոր լուծումների փոխարեն, բայց ճշմարտությունն այն է, որ որպես զոհ տեսնելիս նա իր կյանքի նկատմամբ վերահսկում է ուրիշներին, պապս, պատերազմը վերապրածը ասաց։ Դա կարող է լինել աղքատ, բայց հիմար մի եղիր, նա վերադարձավ ավերված քաղաք, աշխատեց որպես տողեր, ֆիքսված հովանոցներ և գիշերը գրում էր ծախսած յուրաքանչյուր կոպեկ, ես ավելի շատ պատճառ ունեի բողոքելու, քան որևէ մեկը, բայց չի բողոքել։ Ես փնտրում էի այն, ինչ կարող էի անել հաջորդ օրը բարելավվելու համար, նա իրեն որպես զոհ չտեսավ, ուստի նրա կյանքը աստիճանաբար բարելավվեց։ Ուսումնասիրությունները հաստատում են դա, մտածողության երկու եղանակ կա։ Արագ, հուզական և հիմնավորում, մեկ այլ դանդաղ, արտացոլող և ուղղված լուծումներին, առավելագույնն ապրում են առաջին ձևով և, հետևաբար, միշտ մեղավոր են գտնում, բայց եթե նա դադարի մեղադրող և հարցնել, ինչ կարող եմ փոխվել հիմա։ Ակտիվացնում է երկրորդ ճանապարհը, ինչը հանգեցնում է աճի։ Ով է ստանձնում զոհի դերը թուլանում է, ծախսել էներգիան ողբերի վրա, նախանձում և արդարացումներ, բայց հենց որ ստանձնի պատասխանատվությունը, այն վերականգնում է իր ուժեղ կողմերը, մեր ավանդույթում միշտ ասվում էր։ Եթե ոչ ես, ապա ով, այս պարզ հարցը վերադարձնում է ուժը ձեր ձեռքերին։ Աղքատության չորրորդ պատճառը սկսելու վախն է, դժվար է ընդունել, բայց տարիներ շարունակ ջանքերից հետո երբեմն ստիպված եք լինում թողնել ամեն ինչ և սկսել զրոյից, դժմարտությունը, սակայն, այն է, որ ամենահաջողակներն անցել են այս մեկից ավելի անգամ։ Ես ինքս 3 անգամ վերսկսել եմ։ Մեկը բիզնեսը կորցնելուց հետո, մեկ ուրիշը ամուսնալուծությունից հետո, իսկ երրորդը, երբ առողջական խնդիրները ստիպեցին ինձ փակել ամեն ինչ, այս պահերից յուրաքանչյուրում ես մտածեցի, որ դա վերջն է, բայց հետո ես նստեցի և գրեցի։ Ինչ կարող եմ անել հիմա, և վերսկսվեց, յուրաքանչյուր նոր սկզբի հետ այն ավելի ուժեղացավ, քան նախկինում։ Հրեական իմաստությամբ, կա շաբաթի պրակտիկա, 1 օր։ Մենք դադարեցինք, մենք մի կողմ ենք դնում աշխատանքը, պարտավորությունները և ամենօրյա աղմուկը, որպեսզի տեսնենք, թե ինչ է կորցնում շտապում, Շաբաթը սովորեցնում է, որ զրոյականը անվավեր չէ, այլ մեկնարկային կետ։ Երբեմն պետք է դադարեցնել ամեն ինչ այլ կերպ վերակառուցելու համար։ Քրոզի վախը միլիոններ է պահում աղքատության մեջ, մարդիկ վախենում են դուրս գալ այնպիսի գործից, որը սպառում է դրանք, փակելու բիզնեսը, որը միայն վնաս է պատճառում, խոստովանելու, որ հինն այլևս չի գործում, բայց դա ճշգրիտ զրո է, որն առաջարկում է այլ կերպ սկսել, զրո վերջը չէ, դա հնարավորություն է։ Աղքատության 5-րդ պատճառը ցրվում է, դուք ձեր ուշադրությունը եք ծախսում ամեն ինչի վրա, բայց ինչն է իրականում կարևոր, առավոտյան նորություններ, որոնք չեն փոխում ձեր կյանքը։ Օրվա ընթացքում դատարկ խոսակցություններ, գիշերային ժամերին սերիան կամ խաղեր, որոնք ոչ մի ուսուցում չեն թողնում, օրը անցնում է, և դուք նույնիսկ չեք ընդունեք, որտեղ ավարտվեց ձեր ժամանակը, բայց ուշադրությունը առավել արժեքավոր արժույթ է, որը գոյություն ունի, որտեղ է ձեր ուշադրությունը, կան ձեր արդյունքները։ Հրեական ավանդույթում ուսումնասիրությունը միշտ գնահատվել է, ժամերով նստելը տեքստի մասին, յուրաքանչյուր բառ ուշադիր լսելով, համարվում էր ուժի գործողություն։ Քանի որ էական իրերի վրա կենտրոնանալու ունակությունը ձեզ ստիպում է ձեր սեփական կյանքի տերը, ով է ցրում նրանց ուշադրությունը կերակրում է ուրիշների նպատակները, ով է վերահսկում ձեր ուշադրությունը ձեր կառուցումը։ Ժամանակակից հետազոտողները անվանում են այս խորը աշխատանք, երբ մարդը վերացնում է աղմուկը և իրեն նվիրում է մեկ առաջադրանքի, նրանց արդյունքները բազմապատկվում են, բայց մեծ մասը պատանդ է մշտական շեղումների համար, ուստի նրանց կյանքը նման է քաոսի։ Ավելի հարստանալու համար հարկավոր չէ դա անել, պետք է ավելի քիչ անել, բայց ավելի լավ։ Աղքատության 6-րդ պատճառը երախտագիտության պակասն է, դուք պարզապես նայում եք այն, ինչ չունեք և չեք տեսնում, թե որն է արդեն ձեր հասանելիության մեջ, այս մտածելակերպը կյանքը վերածում է հավերժական սակավության, բայց նրանք, ովքեր չգիտեն, թե ինչպես երախտապարտ լինել քիչ բան, պատրաստ չէ ավելին ստանալ։
Մեր իմաստությունն ասում եմ, Ռիչն է նա, ով ուրախանում է իր բաժնի հետ, սա չի նշանակում դաստիարակություն աղքատության հետ, բայց արժեքը ճանաչելու ունակությունը, որն արդեն գոյություն ունի և օգտագործում է այն որպես հիմք։ Երախտագիտությունը աչքերը բացում է այն հնարավորություններին, որոնք միշտ մոտ են եղել, բայց աննկատ անցեք պատրանքների մրցավազքում։ Ժամանակակից հոգեբանները հաստատում են. երախտագիտությունը միայն զգացողություն չէ, դա պրակտիկա է, որը վերափոխում է միտքը։ Նրանք, ովքեր ամեն օր արձանագրում են, թե ինչով է երախտապարտ տեսնում աշխարհը ավելի լայնորեն, այն ընկալում է կապերը, մարդիկ և հնարավորությունները, որոնք մեկ անգամ թաքնվել են դժգոհության ստվերում։ Այս մարդը կարողանում է աճել, քանի որ ունի անսպառ ներքին ռեսուրս։ Այսպիսով, մենք տեսնում ենք, որ աղքատությունը պատահականության գործը չէ, այլ սովորությունների և հավատալիքների համակարգ։ Օվերդրաֆտով ապրել էլ գիտելիքների խնայողությունը, զրոյից վախենալով և երախտագիտությունից ստանձնելով, այս ամենը նույն շղթայի հղումներ են, որոնք պահպանում են անհատը, բայց յուրաքանչյուր հոսանք կարող է կոտրվել։ Աղքատությունը նախադասություն չէ, այն սցենար է, որը կարող է վերաշարադրել, և եթե սկսեք կոտրել այս օրինաչափությունները, քիչ-քիչ եք կտեսնեք ոչ միայն ձեր գրպանը, այլև ձեր ամբողջ կյանքը վերափոխվում է։